Վերջին շրջանում ԱՄՆ-ն հատկապես ակտիվորեն փորձում է տարածել իր դեստրուկտիվ ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, որպեսզի հակազդենք այդ միտումներին։ Սերգեյ Լավրով, Ռուսաստանի ԱԳ նախարար։ Ինչու Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում նախաստորագրեց և ոչ թե ստորագրեց խաղաղության փաստաթուղթը։ Նախաստորագրեց, որովհետև հույս ունի 2026-ի ընտրություններից հետո կփոխվի Ռուսաստանի քաղաքական կուրսը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի ազդեցության դաշտ, Ադրբեջանի համար ձեռնտու մոսկովյան հարթակով։ Ովքեր են Հայաստանում, որ օժանդակել և օժանդակում են Լավրովին և Ալիևին, մեր երկրի քաղաքական կուրսը փոխելու հարցում։ Գաղտնիք չէ, և դու նրանց գիտես, սիրելի ժողովուրդ, գրել է Սարգսյանը։ Նման սադրիչ հայտարարությունները կարող են հանգեցնել զանգվածային բախումների և արյունահեղության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը։ Սրա մասին գրել է Կալիֆոռնիա Կուրիեր թերթի գլխավոր խմբագիր ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։ Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթարկվում թե ներքին, թե արտաքին թշնամիների կողմից։ Երկրի առջև ծառացած բազմաթիվ գոյաբանական խնդիրները լուծելու փոխարեն Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը, փորձելով փոխարինել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Եկեղեցու ներսում ինչ կրոնական խնդիրներ էլ որ լինեն, դրանցից ոչ մեկը չպետք է մտահոգի վարչապետին, քանի որ սահմանադրությունն արգելում է նրան միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդպիսով խախտելով եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։ Կառավարության ղեկավարի վարքագիծը ցույց է տալիս նրա լիակատար անհարգալից վերաբերմունքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Նախկին քահանան կարգալույծ արվեց հոգևորականին անվայել վարքագծի համար, սակայն նա մերժեց ընդունել այդ որոշումը և անցյալ կիրակի անօրինական կերպով պատարագ մատուցեց, այդպիսով պղծելով հովանավանքը։ Ստեղծելով լարված մթնոլորտ, Փաշինյանը մասնակցեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից անցկացված անթույլատրելի պատարագին։ Վարչապետին միացան պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, տարբեր մարզպետներ, պատգամավորներ, քաղաքապետեր և ավականու անդամներ, բոլորը Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներ։ Վարչապետի շրջապատը կազմակերպել էր, որ մեծ թվով ոստիկաններ և քաղաքացիներ ներկա լինեն վանքում, իրենց աջակցությունը ցույց տալու կարգալույծ քահանային։ Փաշինյանը պատարագի ընթացքում սուրբ հաղորդություն ստացավ կարգալույծ քահանայի ձեռքից, ինչը կարելի է համարել սրբապղծություն, հրապարակման մեջ նշել է Հարութ Սասունյանը։